Բուն TV եթերում եւ լողում է նավա հաղորդաշարի հատուկ եթերաշրջանն է նվիրված Հարություն Խաչատրյանի 70-ամյակին եւ մենք հանդիպել ենք այսօր քննարկելու 2016 թվականին իր պրեմիերան ունեցած Փակուղի ֆիլմը եւ ֆիլմը քննարկելու ենք ռեժիսորի հետ Հարություն Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարի հանդիպում եւ շատ կարեւոր է ֆիլմը ինձ համար, որովհետեւ իմ երեխաների կնքահայրն է հերոսը Լևոնը, որին ես նկարել էի իմ առաջին լիամետրաժ ֆիլմում Քամին ունայության մեջ եւ մարդ, որը հիացած էր Հայաստանով, հիացած էր իր երկրով, երազում էր թե ինչեր անելու, լինելով մեքենայի վարպետ, մեխանիկ, նա ուներ մի ֆանտաստիկ երազանք, բանը ոնց որ ատամոլորակային մի երևույթ լիներ, մարդ լիներ։ Եվ տարիներ հետո երբ ես քաղաքում չէի, հեռացել էի եւ ինքը հանգարց որոշել էր նույնիսկ մենք իր այդ խռովել ենք ինչ-որ մի հարց կար, կռիվ ենք ունեցել մեծ կապված տարբեր հարցերի հետ եւ ինքը թողեց իր ամբողջ ընտանիքը վերցրեց եւ մեկնեց Ամերիկա ապրելու։ Շատ ուշ ես որոշեցի գնալ տեսնել թե ինչ անում նա, որովհետեւ այդպեսի երազանքներով մարդ շատ քիչ կար, այդպեսի ստեղծագործ մարդ գաղափարով եւ ցանկությամբ եւ այդպեսի աշխատասեր մարդ շատ քիչ կար եւ գեղեցիկ ընտանիք ուներ, կին, 3 երեխաներ, հայր, մայր եւ հանկարծ վերցրեց եւ գնաց Ամերիկա։ Եվ ես հասկացա, որ անպայման է նկարել նրան, որտեղ այդ մանկական կռիվներն ու նեղացությունները, հիմարություններ են։ Եվ ես փնտրեցի եւ գտա իրան Ամերիկայում, Լոս Անջելեսում եւ հասա նրան, որ ինքը դարձավ շատ ազնիվ եւ անկեղծ, հասավ ինքը նրան, որ հասկացավ, որ անիմաստ պատմություններ են մեր նեղացածությունները, անիմաստ պատմություններ են մեր նեղանալը հայրենիքին, մարդուն, հարևանին, բարեկամին եւ շատ ազնիվ սկսեց պատմել իր պատմությունը։ Հա։ Շատ ազնիվ սկսեց պատմել իր պատմությունը, որը յուրատուկ չի սովորական մարդուն, յուրատուկ չի սովորական դերասանին, սովորական նկարողին, որովհետեւ այդքան ազնիվ լինել շատ դժվար է։ Այնպես որ ես կուզենայի, որ այս ֆիլմը նայեն եւ այդ ֆիլմից հետո նաեւ լինի քննարկում, խոսակցություն, որովհետեւ ինքը դեռ չի եկել Հայաստան։ Երազում էր գալ Հայաստան, երազում էր ապրել մի փոքր գյուղում, երազում էր նորից ստեղծագործել, այսինքն մեքենաներ կառուցել, սարքել, ինքը մեքենաներ էր նաեւ հորինում։ Այնպես որ դեռ չի եկել, բայց հույս ունեմ, որ մի օր վերադառնա, գոնե մեզ տեսնելու համար։ Գոնե տեսնելու համար Հայաստանի վիճակը, որովհետև շատ վախեցած էին բոլորը, որ հայրենիքի հետ ինչ-որ վատ բան է կատարվում, դա տևեց 30 տարուց ավել, իմ ուսումնասիրությունները տևեց 30 տարի ավել, եւ 30 տարվա մեջ մարդիկ մեկ վախեցած էին, մեկ հիացած էին, մեկ երջանիկ էին, մեկ դժբախտ էին, մեկ միայնակ էին, մեկ սիրահարված էին հայրենիքին, մեկ ատում էին հայրենիքը։ Շատ դժվարին եւ բարդ պատմություններ են, որոնք ֆիլմի մեջ ամբողջովին կան։ Ես կուզեի, որ երիտասարդների հետ, որոնց դու դաս ես տալիս Թումոյում, մի օր նայեն եւ մենք դրա մասին խոսենք, որովհետեւ երիտասարդները ինձ համար շատ կարեւոր են, որովհետեւ մեծերը շուտ են կոնկրետ ասում իրենց գաղափարները եւ հայացքները եւ օգտակարության կողմն են գնում, դեպի ինչն է իրենց օգտակար։ Երիտասարդները շատ ավելի պարզ ու պայծառ ու բարի են եւ ավելի ազնիվ են։ Պարոն Խաչատրյան, մենք միշտ երբ որ խոսում ենք հատկապես անվերջ փախուստ-հավերժ վերադարձ ֆիլմի շարքի մասին եւ Քամին ունայնությունից սկսած, որտեւ ինձ համար այդ անվերջ փախուստ-հավերժ վերադարձը նաեւ իր մեջ վերցրեց տարիներ առաջ նկարահանված ֆիլմը։ Մենք միշտ նայում ենք ձեր տեսանկյունից, թե ոնց եք դուք իրենց վերաբերում, ոնց եք գնում, փնտրում, գտնում, բայց այս դեպքում Լևոնի պատմության մեջ ինձ համար նաև շատ կարևոր է, թե ինքը ոնց է վերաբերում ձեր կինոխցիկին, ոնց որ դուք մի տեսակ այդպես հոգեբանի նաև դեր ունենաք այդ կինոխցիկով, որտեղ մարդը այդպես գալիս է եւ պարբերաբար պատմում իր հետ տեղի ունեցած ու շատ ազնվորեն ու շատ անկեղծ եւ մեկ-մեկ նույնիսկ թվում է, որ ինքը չի նկատում, որ այդ կամերան այնտեղ գոյություն ունի, խցիկը այնտեղ գոյություն ունի։ Դա ոնց է ստացվում, ոնց եք դուք դա բացատրում։ Դա միշտ պատմել եմ, թե ինչ է նշանակում դոկումենտալ կինոյի ռեժիսոր լինել։ Այսինքն այն ազնվությունը, որ պետք է քո մեջ լինի, այն հավատը, որ քո մեջ պետք է լինի դեպի քո հերոսը, ես իմ դասերի ամենակարևոր դասերից մեկն է չխաբել քո հերոսին, չխաբել քո կերպարին, որին դու նկարում ես, կեղծավորություն չանել։ Եվ իսկապես պետք է ինքդ շատ ազնիվ լինես եւ շատ բաց լինես, որովհետեւ եթե զգաց քո հերոսը կամ քո գաղափարագիծը կամ քո
մարդը, որին վստահում ես եւ որին ուզում ես անպայման պատմել իր պատմությունը, դա կարող է լինի շատ հասարակ մարդ, կարող է լինի շատ բարդ մարդ, լինի պրոֆեսոր կամ ակադեմիկոս, բայց ես ակադեմիկոսների չեմ նկարի, ինչպես գիտեք, այսինքն գիտությունը այստեղ կապ չունի։ Այստեղ կապ ունի մարդու միտքը, գաղափարը եւ իր դարձը, ցավը, որոնք պետք է ազնվորեն պատմի։ Եթե մի րոպե զգաս, որ դու ծաղրում ես կամ չավանեցիր կամ կասկածում ես իրեն, կամ ինչ որ մի ուժ խնդրեմ ունես իր հետ կապված, կամ իրան խափում ես, որովհետեւ ինքը մինչև վերջ բացվի եւ դա օգտագործես, այլևս երբեք չի նկարվում։ Ես դրա մասին հարյուրավոր անգամներ եմ պատմել, թե ինչքան կարեւոր է իմ աշակերտների համար կամ իմ ընկերների համար, որոնք կինոյով են զբաղվում, լինել ազնիվ կինոյում։ Մինչև վերջ ազնիվ, որովհետեւ դոկումենտալ կինոն պահանջում է ազնվություն եւ նվիրվածություն են հերոսին, որին դու ընտրել ես։ Ու ինքը դա զգում է։ Անպայման ազգում, որովհետև հնարավոր չի չզգալ, հնարավոր չի չընկալել, որովհետև ես ունեմ ռեժիսորներ ընկերներ տարբեր երկրներից, տարբեր ազգերից, որոնք դիտմամբ պրովոկացիային անում մարդուն, դիտմամբ նկարում են այնպիսի բաներ, որոնք խայտարակում են այդ մարդուն վիճակը կամ նա չգիտի թե ինչ են նկարում, ինչի համար են նկարում, չեն հասկանում թե ինչ համար այդ հարցը տվեցին, որովհետև դա օգտագործում են լրիվ ուրիշ բանի համար, որովհետև իրենց ֆիլմը դառնա ավելի հետաքրքիր, ավելի մարդ հավաքող, սկանդալային, ավելի պրիզներ ստացող, ավելի Իմ բոլոր ֆիլմերը համարյա են ստացել։ Կա ֆիլմեր, որ տասնյակ պրիզներ են ստացել, կա ֆիլմեր, որ մի քանի են ստացել, կա որ մեկն է ստացել, կա որ չի ստացել նաև, բայց երբեք չեմ վախեցել, որ մեկը կլինի ոչ ճշմարիտ կամ անազնիվ։ Ազնվությունը շատ կարևոր է։ Այսինքն դուք նկարելու ժամանակ էլ մտածում եք, թե ինչի համար եք նկարում, ոչ թե հետո, ոնց որ Սկսելուց առաջ եմ մտածում, որովհետև ես նկարում եմ մուրացկանների, նկարում եմ փախստականների, նկարում եմ դժբախտ մարդկանց, նկարում եմ երջանիկ մարդկանց։ Եթե դու խաբեցիր, եթե դու կարողացար իրեն հավատացնել քո ճշմարտության մասին, իրանք երբեք ճշմարիտ եւ ազնիվ չեն լինի։ Իրանք կսկսեն քեզ խաբել։ Իրանք կսկսեն կեղծել։ Եվ մի քանի տարի հետո կտեսնես, որ քո ֆիլմը այնքան է հնացել եւ դարձել ավելորդ, որ իմաստ չունի դրա ոչ աշխատանքը, ոչ չարչարանքը, ոչ մոնտաժը, ոչ պրեմիերան, ոչ պրիզը, ոչ թե նույնիսկ ստացել է բավականին բարդ ճանապարհ է դա։ Իսկ ինձ հետաքրքիր է, որ դուք նայում եք ֆիլմ։ Ես գիտեմ, որ դուք փառատոներում շատ եք նայում կինո, եւ հատկապես դոկումենտալ կինոն նայելիս դուք նայելու ընթացքում հասկանում եք այդ ազնվությունը եղել է ռեժիսորի կողմից, թե չէ, որպես այդպես ինքներդ ռեժիսոր դուք տեսնում եք այդ ֆիլմում։ Ինձ համար շատ կարևոր է ազնիվ լինելը։ Շատ ես բոլորին եմ համոզում լինել ազնիվ մինչև վերջ։ Կան ֆիլմեր, որոնք ես իհարկե բազմաթիվ փառատոներում ժյուրի նախագահ եմ եղել, ժյուրի անդամ եմ եղել, լավագույն փառատոներում աշխարհի։ Բայց կան նաև հետաքրքիր շատ լավ արված ֆիլմեր, որոնք կեղծավորությունը, կեղծությունը որպես պրիոմ, որպես գործիք, որպես ձևաչափ են ընդունում։ Ու եթե անում են շատ տաղանդով եւ հետաքրքիր, դա վերցնելով որպես ձև, որպեսզի բաց ասма, որ տես կեղծում եմ, տեսնեք այս կեղծիկի տակից ոնց են դուրս գալու։ Էլի եմ կեղծում, դրա տակից ոնց են դուրս գալու։ Պատահում է, որ կեսից թողնում է հերոսը հեռանում է, որտեղ հասկանում է ինչ են անում իրանց հետ։ Նկարում են ֆիլմեր, որոնք դժբախտության պատճառ են դառնում մի ամբողջ ընտանիքի համար։ Մի երջանիկ հերոս մարդու համար։ Մի շատ կարևոր համաշխարհային քաղաքականության կերպարներից մեկի համար, բայց արված ադիտմամբ, որպես այդ մարդկանց խայտարակեն, հետաքրքիր դարձնեն, ֆիլմը ծախեն լավ եւ ֆիլմից ստանան լավ հոնորարներ կամ մրցանակներ։ Այդ էլ է ձևերից մեկը։ Ինձ համար կա ազնիվ կինո եւ կա անազնիվ կինո, որը շատ շուտ հնանում է։ Անազնիվ կինոն շատ շուտ հնանում է, բայց կան ֆիլմեր, որոնք խաղարկային կինոին ավելի շատ վերաբերվում, այնքան մեջը կեղծավորություն ու բան կա, խաղ կա, բայց այնքան գեղեցիկ արված, այնքան արվեստով արված, այնքան շնորհքով արված, որ երբեք ոչ հնանում է, ոչ բան, ասենք դա դառնում է ձևերից մեկը, փորձերից մեկը, ծրագրերից մեկը իր, որը վատ չի եւ կարելի է եւ ընդունել եւ նայել եւ տարիներով հասկանալ, որ նա չի հնանում։ Ես հիմա չգիտեմ ինչի որ դուք այդպես խոսում եք, ես միանգամից էլի հիշեցի Նռանգույնը, որտեղ այդ ամբողջ պայմանականության մեջ ոնց կա եւ իրականությունը եւ պատմությունը եւ միևնույն ժամանակ շատ ակտուալ է ու մնայուն է, այսինքն երևի ավելի խաղարկային կինո ես երբեք չեմ տեսել։ Շատ խաղարկային կինո է ինքը, էլի։ Մարդ, որը հորինում է ամեն ինչ, մարդ, որը հորինում է աշխարհը, հորինում է մարդուն, հորինում է սերը, հորինում է, դա հանճարեղ մարդու գործ է։ Այ հանճարները շատ քիչ են սխալվում։ Պատահում է, որ 2-3 ֆիլմ անում են, որոնք չեն հաջողվում, եւ հանկարծ 4-րդ ֆիլմից կամ 5-րդ ֆիլմից սկսվում է զգալ ճշմարտությունը
այն տեսակի, որ ինքն է հորինել։ Եվ այդ ճշմարտությունը վերածվում է մեծ արվեստի։ Եվ դա չի կարող խնանալ, որովհետև դա այդ տեսակի կինոյի ճշմարտությունն է։ Բայց ես հիշում եմ, որ նաև լինում է մեկ-մեկ հակառակը, չէ՞, որ մարդը սկսում է ֆիլմ նկարել, առաջի, երկրորդ ֆիլմերը, երրորդ ֆիլմը նույնիսկ շատ ուժեղ ու շատ այդպես քեզ թվում է, որ մի աշխարհ է գտել է, եւ հետո սկսում է չստացվել էլ իր մոտ։ Ամեն ինչ պատահում է, որովհետև մարդը մեկ-մեկ հոգնում է, կամ մարդը մեկ-մեկ ծանրանում է, կամ մարդը մեկ-մեկ սպառվում է շուտ։ Բարձրանում է, որ իր մոտ դա չի եղել վերջնականապես իր քաղաքականությունը չի եղել, դա իր իրազանքը չի եղել, իր ցանկությունը չի եղել, իր հնարավորությունները չեն եղել դրանք։ Դա պետք է շատ օրգանիկ միացություն լինի իր մարմնի, իր գաղափարի, իր մտքի եւ ստեղծած կերպարների եւ ասելիքների մասին։ Այնպես որ ես կարծում եմ, որ Փարաջանովը ինչ խոսք հանճարեղ է, դոկումենտալ կինոյում ունենք մի ուժ հանճար Փելեշյանը, ունենք մեծ ռեժիսորներ, ինչպես Մալյանը, Դովլաթյանը, ինչպես Ռոմե Բալայանը, ամեն մեկը մի տեսակի է։ Բոլորը ունեն իրենց աշխարհը։ Ամեն մեկը իր աշխարհը, իր ճանապարհը ունի, իր ձևը ունի, իր ձեռագիրը ունի։ Այնպես որ մեկինը հավերժ մնում է, մյուսինը ավելի ուշ է հասկացվում, մյուսինը շատ ուշ է հասկացվում, որտեղ կան հանճարեղ ռեժիսորներ, որոնք հանճարեղ լինելը զգում են 30-40 տարի հետո իր կորուստից հետո, իր մահից հետո։ Շատ դժվար է ժամանակին գնահատվելը, ժամանակին համոզելը, թե ինչքան կարևոր գործ ես անում։ Այնպես որ բավականին բարդ եւ դժվարին են տարբեր ճանապարհները, որոնք ունի ռեժիսորը, ունի ստեղծագործողը։ Այնպես որ դու ես փորձում ֆիլմներ նկարել, ինքդ կհասկանաս մի օր թե ինչքան դժվար է համոզել մարդկանց քո ճշմարտության մասին։ Հիմա այս այդպես շատ հետաքրքիր զրույցից մի տեխնիկական հարցի եմ ուզում որ անդրադառնանք, որը նաև ինձ շատ հետաքրքիր է որպես կինոն պրպտող մարդու։ Դուք հատկապես փակուղիում օգտագործել եք շատ տարբեր մեդիաներ, այսինքն տարբեր կրիչներ, նյութեր, ժապավեն, թվային տեխնիկա, ընտանեկան վիդեոյի համար նախատեսված այդպես խցիկով նկարահանված կամերայով նկարահանված նյութեր, այդ բոլոր նյութերի այդքան շատ տարբեր որակները, տարբեր կրիչները համադրելը ինչքանով է բարդ։ Բավականին բարդ է, որովհետև դու վերցնում ես սիրողական, ոչ պետքական թվում է թե նյութ եւ ուզում ես դա մտցնել կինոյի պատմության մեջ։ Մյուս մասը դա պրոֆեսիոնալ նկարված լավագույն որակով ֆիլմեր են։ Պետք է շատ լրջորեն կարողանաս համադրել կամ հակադրել մեկը մյուսին, որովհետեւ չդառնա ավելորդ եւ երկրորդական, որովհետեւ մեկը չզայրանա եւ չճղայնանա այդ պատկերների արագ փոփոխություններից։ Շատ դժվար է ինչ խոսք։ Պետք է իմանաս ինչ մոնտաժը դրա համար ասում եմ, կինոյի ամենակարևոր բանը մոնտաժն է։ Եթե դու կարողանաս զգալ, հասկանալ դրամատուրգությունը, վիճակը, շարժումը, լռությունը, լուր մնալը, դրանք պետքա, ես ասել եմ, նույնիսկ հնարավոր է 3-4 անշարժ առարկաներից ստանալ մի ֆիլմ։ Նայած սկզբից որն ես նկարում, հետո որն ես նկարում, հետո որն ես նկարում, քանի րոպեից, քանի վայրկյանից սպառում, մյուսի խոշոր պլան ես վերցնում, մյուսին եւ ինչ երաժշտություն կամ ինչ աղմուկ ես դնում։ Կարելի է առանց մարդու էլ ստանալ շատ լավ պատմություն կինոյի։ Ես դա իմ աշակերտներին միշտ համոզում եմ, որ եթե դու նկարես ջուրը լավ, եթե նկարես քամին լավ, հետաքրքիր, եթե դու նկարես լացող մի մեքենա, հետո նկարես մի ձի, որը կարծես թե արդեն սատկում է, մահանում է, ու դրան կարողանաս ճիշտ համադրել եւ հակադրել, մի շատ գեղեցիկ պատմություն կստացի, որը դառնա մի կինո։ Ու դժվար չի դա, պետք է սովորեցնել աշակերտներին դա եւ օգտագործել։ Այնպես որ իմ ասած, ձեր ասած այդ օրինակը շատ զգայուն ռեժիսորի գործ է, որ պետք է կարողանա ճիշտ համադրել եւ հակադրել եւ ընտրել այնպիսի կադրեր, այնպիսի կտորներ, որը պատմելու է մյուսի մասին, մյուսի մասին, այսինքն չի ծանրացնի ոչ մեկին, արգահատելի չի թվա ոչ մեկին, տհաճ չի թվա ոչ մեկին, որովհետև ամեն ինչը ունի իր ձայնը, ամեն ինչը ունի իր աղմուկը, ամեն ինչը ունի իր լռությունը, լռության ձևերը, եւ դա ամեն մեկը իր պատմելու ձևերը ունի, որոնք հասկանալի են դառնում, կամ դառնում են ոչ հասկանալի, կամ դառնում են
դա հաճ եւ անընդունել։ Պարոն Խաչատրյան, մինչև ֆիլմը դիտելը մի հարցել ունեմ։ Եթե մյուս դեպքերում շատ հասկանալի է եւ տրամաբանական է, թե ոնց է ֆիլմի ավարտը հասնում, այսինքն մենք տեսնում ենք, թե ոնց ինքը տրամաբանորեն գործողությունները հասան իրենց ավարտին։ Այս պարագայում ինձ մի քիչ հետաքրքիր է, թե դուք ոնց եք հասկացել, որ ֆիլմը արդեն վերջացել է եւ ֆիլմը արդեն պետքա մոնտաժվի, երբ որ փաստորեն մարդը դեռ շարունակում ապրել եւ իր կյանքը շարունակվում է եւ իր հետ տեղի ունեցողը շարունակում է, ոնց հասակ այդ պահին, երբ որ հասկացաք, որ վերջ ֆիլմը արդեն պետք է լինի։ Հոգեբանության մեջ փոխվել էր ամեն ինչ։ Իր գաղափարների մեջ էր փոխվել ամեն ինչ։ Իր մոտ արդեն այդ որոնցով ինքը աշխատել էր եւ ստեղծագործել էր այդ մեքենայի մասերը։ Եվ տեսավ, երբ որ ինքը արդեն իր նույնիսկ կիսա կարևոր, նույնիսկ արդեն աշխատած եւ վերանորոգած մասերը մեքենայի լցնում է արդեն ճխրտացող այդ բանի տակ։ Պրեսի տակ։ Հասկացա, որ ինքը ուզում է ոչնչացնել այն ինչ որ ինքը ստեղծել էր միջև այդ արդեն իր համար կարևոր չէ, որովհետև առաջ ինքը մի վինտիկ, մի շուրուպ, չգիտեմ ռուսերեն ասում դա հայերեն մոռացա հիմա, պտուտակներ կամ օղակներ կամ տարբեր մասեր դժվարությամբ էր գտնում, փնտրում էր ամենտեղ, աղբանոցներից բռնած ամենտեղից եւ կարողանում էր վերանորոգել մի մեքենա սարքել, որը գոյություն չի ունեցել։ Եվ հեսա Ամերիկայում տենա ինչպես արդեն ամեն ինչից արդեն հոգնել էր։ Չէր ուզում տեսնել ամեն ինչ եւ գտնվեց դրա պատմությունը իրենով։ Այսինքն ինչպես ինքը ոչնչացրեց իր ամբողջ մեքենայի ընդրած մասերը։ Ինձ թվում է կարևոր մի քիչ հորինած էր, հորինած չէր, որովհետեւ դա իրական դոկումենտալ կադրեր են։ Գտնվեց ձևը եւ այդ ձևը շատ լավ ձև էր իսկում։ Բայց հիմա երբ որ դուք իր հետ շփվում եք եւ հետեւում եք իրեն, կա էլի այդ ռեժիսորական հայացքը, որ դուք դեռ փնտրում եք այն կինոն, որը Ես էլ չեմ ուզում փնտրել, որովհետեւ ֆիլմը ավարտվել է։ Ֆիլմի պատմությունը ավարտվել է։ Եթե նա գար Հայաստան, էլի շարունակեր ապրել, էլի ավարտվել էր արդեն։ Նա չեկավ Հայաստան, որովհետեւ չստացվեց, որովհետեւ շատ դժվար է թողնել այդ Ամերիկանում գալ Հայաստան, որովհետեւ դրա համար պետք է փող ունենաս, դրա համար պետք է հնարավորություններ ունենաս, դրա համար պետք է ուղեկցող ունենաս, շատ դժվար է վերադառնալ Հայաստան, երբ որ դու արդեն թողել ես տասնյակ տարիներով ապրել, բնակվել ես Ամերիկայում։ Գուցե ավելի շատ բան է պետք վերադառնալու համար, քան թե գնալու համար։ Գնալը ավելի հեշտ է, վերադառնալը սարսափելի դժվար։ Դա գիտեն գնացողները, որովհետև հազարավոր մարդիկ կան, որոնք ուզում են վերադառնալ, եւ մենք դրա մասին խոսում ենք կինոֆիլմի մեջ։ Չեն կարողանում ուժ գտնել, չեն կարողանում հնարավորություն գտնել, չեն կարող փիլիսոփայություն գտնել եւ չի ստացվում վերադառնալը։ Ես առաջարկում եմ, որպեսզի նայենք ֆիլմը, դիտենք։ Այդպիսի մի ֆիլմ եմ նկարել, մի միջալոց, որը ուզում է շատ վերադառնալ, դա գոչվում էր Նկարչի 3 գերեզմանները, որը մեր հաջորդ դիտելու ֆիլմն է լինելու։ Շատ հետաքրքիր մարդ է եւ շատ կարեւոր մարդ է եւ կուզեի որ այդ ֆիլմը միասին նայենք մի օր։ Նայել ենք։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան։ Ես առաջարկում եմ, որպեսզի դիտենք Փակուղի ֆիլմը, պրեմիերան տեղ ունեցել 2016 թվականին։ Ես ձեզ հաճելի դիտում եմ մաղթում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։